Մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ, քանի որ այս գործը ինքը դատարանը պետք է քննի 2 ամսյա ժամկետում, բայց զուգահեռ նաև կառավարությունը 3 ամսյա ժամկետում պետք է առաջարկ ներկայացնի հայցի բաժնետոմսերի կամ գույքը ձեռք բերելու համար։ Մեր կողմից համապատասխան միջնորդություն էր ներկայացվել այդ գործողությունը կասեցնելու հետ կապված, որ կառավարության թույլ չտա նման գործողություն իրականացնեն։ Միաժամանակ դերևս կհիշեք վարչական վարույթի շրջանակում մենք ներկայացել ենք միջնորդություն, որ կասեցնեն վարչական վարույթը, որովհետև Սահմանադրական դատարանը քննում է այն օրենսդրական փոփոխությունները, որոնք եղան Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո եւ այս process-ները սկսելու համար արեցին, այսինքն օրենքում փոփոխություն կատարեցին, մտցրեցին նորմեր, որով կարող են հեծը վերցնել սեփականատերերից, այս մասով կասեցման հարցը, քանի որ Սահմանադրական դատարանում այս բան գործը քննվում, դատարանը այդ հարցն էր բարձրացրեց, թե կողմերը ինչ կարծիք ունեն այդ Սահմանադրական դատարանում քննվող գործի հիմքով սույն վարույթը կասեցնելու հետ կապված։ Այստեղ զուտ տեխնիկական դատավարական մեր դիրքորոշումը հայտնեցին գլոբալ, այո, Սահմանադրական դատարանում քանդեր գործը քննվում է, չի կարող այդ նորմերը կիրառմամբ որոշում կայացվել կամ այդ նորմերի կիրառմամբ արդեն իսկ կայացված որոշմանի հիման վրա դատարանը որոշի, որ այո, իրավաչափ է, թե իրավաչափ չէ այդ գործողությունները։ Այնտեղ նաև մեկ այլ հարց էլ կա հետադարձ ուժ տալու հետ կապված, քանի որ օրենքը ընդունվեց հուլիսին, բայց ուժ տրվեց, որ ասես նախկինում ինչ խախտում ունեցել ես եւ այլն, այդ սա հարցերին մենք կարող ենք այս բանին անդրադառնալ, այսինքն շատ մեծ, այսպես լիազորություններ տվեցին հանձնաժողովին ու ՏԿ-ն նախարարին, որպեսզի հնարավոր նախկինում տեղի ունեցած ընդհանուր միջև այդ վարույթը հարուցելու պահին միջև Տաշիր գրուպի կողմից ձեռք բերել եղած խախտումներն էին անգամ բերել ներկայացվել 2015 թվականին 6-7 խախտում էր թույլ տվել հեծը, որոնք եղել են նախորդ սեփական տերերով, անգամ այդ էին ներկայացել։ Զուտ ծավալ ցույց տալու ու ժողովրդին ներկայացնելու, որ տեսեք հեծը ինչ վատն էր, բայց դա եղել է այն ժամանակ, երբ որ հեծը իրոք քրիտիկական վիճակում էր եւ Տաշիր գրուպը եկավ ձեռք բերեց եւ բերեց Հայաստանի վարկանիշից ավելի բարձր վարկանիշի հասցրեց միջև։ Նախորդ դատական լիցենզիան առաջին դատական սեստիկի միջնորդեք նաեւ երրորդ Այո, կառավարությունը։ Մենք միջնորդել ենք, այստեղ տեսեք շատ հետաքրքիր բան էր, օրենսդրական կարգավորում էր մտցվել, որը այսպես շտապելու հետևանք էր։ Իսկն հանձնաժողովի նախագահը, որպես քվազի վարչական մարմին, միայնա իրավունք էր ստացել վարույթ հարուցել։ Հանձնաժողովը եւ բոլոր հանձնաժողովներ նման կառույցները վարույթ հարուցելու հարցը լուծում են նույն կազմով, ովքերով որ որոշում են կայացնում։ Այս դեպքում օրենսդրական առանձին կարգավորում մտցվեց, ասեց հանձնաժողովի նախագահ, դու միանձնյա կարաս վարույթ հարուցես ու ծայրահեղ միջոց ընդհանուր, այսինքն ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշում կարող ես կայացնել։ Ինչի եւ բնականաբար սպասելի էր, արեցին եւ ժամանակավոր կառավարիչ նշանակեցին։ Հիմա մենք դրա համար միջնորդում ենք, ասում ենք բացի այն, որ հանձնաժողովը որ որոշում է կայացել լիցենզիան դատարանելու, նաև վարույթ հարուցելու մասով, քանի որ Մեսրոպյանը միանձնյա է այդ որոշումը կայացրել։ Այդ մասով էլ իրեն ներգրավեք երրորդ անձ, որովհետև որպես այդպեսին վարույթ հարուցելու որոշումը դատական կարգով դու չես կարող բողոքարկել, ինքը վարչական ակտ չի, դրան հետաձգված բողոքարկում ես անում արդեն վերջնական ակտ կայացնելուց։ Երրորդը Ռոմանոս Պետրոսյանին էինք միջնորդել նաև որպես երրորդ անձ ներգրավի, որովհետև էլի ինքն էլ որոշակի քվազի ինչ-որ վարչական մարմին է, որովհետև ինքը հեծի ներկայացուցիչ չի, հեծին ներկայացնելու իրավասություն չունի, որովհետև իր շահերը ու հեծի շահերը ակնհայտորեն հակասում են իրար, հակադրվում են, չէր կարող այնպես լինել, որ Մանոս Պետրոսյանի շահերից բխի, որ հեսը լիցենզիայից չզրկվի օրինակ, բայց փաստացի այս պայդրությամբ դատանը մերժեց այդ մասով, չթողեց երրորդ անձ ներգրավել եւ ինձ որպես հեծի ներկայացուցիչ դատարանը թույլ չտվեց, որպեսզի ես ներկայացնեմ հեծին, այլ հեծին ներկայացնում է Ռոմանոս Պետրոսյանի կողմից լիազորված անձը, ով դատական նիստին ուղղակի չի ներկայանում, որովհետեւ հեծի աշխատակից ենթադրում եմ ով որ դատական նիստին չի ներկայանում եւ որևէ դիրքորոշում չի հայտնում։ Պատկերացրեք իրավիճակ, երբ որ ձեզ ամենակարևոր գործիքներից մեկը լիցենզիայից զրկում են, բայց դու որևէ ձայն չես անում այդ մասով, որևէ դիրքորոշում չես հայտնում, որևէ առարկություն չես ներկայացնում, որևէ բողոքարկում չես իրականացնում, աբսուրդ է։ Իսկն քեզանից երբ որ ինչ-որ մի բան գալիս են վերցնելու, դու բնականաբար դրա դեմ պիտի պայքարես։ Այս դեպքում հեծը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից։ Ինչպես որ վարչական վարույթի ընթացքում է զրկված էր վարույթի ընթացքում պաշտպանության հնարավորությունից։
բայց հաշվի առնելով շատ ակտիվ արձագանքում են, պատասխանում են ձեզ, հա, դատական նիստերին են հետևում եւ արձագանքում են կառավարության նկատմամբ։ Կա հարց կոնկրետ օրինակ ուղիղ հենց նույն Վամանոս Պետրոսյանի, որ թեև չի ներկայ եւ ներկայացուցիչը չի գալի, այս ֆորմատը օգտագործել եւ այդ հարցը միջից։ Հարց որպես այդպեսին չի, ես մի շատ ծեծված հարց եմ ընդամենը ուզում անդրադառնամ, որը շատ այսպես մանիպուլատիվ անընդհատ ներկայացում է։ Հստակ ուզում եմ արձանագրել, որ մեր ամբողջ հանրությունը հստակ իմանա։ Հեծի կողմից վերցրած որևէ վարկի տոկոս չի մտնում սակագնի մեջ, այսինքն այն որ կեղծ թեզերը, որ անընդհատ շրջանառում են տարբեր կալիբրի մարդիկ, որ տեսեք վարկեր են վերցել այդ տոկոսները մեր ժողովրդի հաշվին վճարել են եւ այլն, սա ակնհայտ սուտ տեղեկություն է։ Հեծի վերցրած որևէ վարկի որևէ տոկոս, որևէ լումայի չափով սակագնի մեջ չմտե մեր բնակչությունը, այսինքն այդ վարկերի համար որևէ դրամի վճարում չի իրականացրել։ Այս շատ կարևոր հանգամանք է, որ պարբերաբար այդ կեղծ թեզը տարածվում է ու սրա դեմը մեկը միշտ պետք է փակել, որ հստակ ֆիքսել վարկի տոկոսները չեն մտել սակագնի մեջ։ Այս այլ բան չունեմ հավելելու։ Մի քանի օրից կիմանանք դատանի որոշումները կասեցնելու մասով էլ, հայցի ապահովում կիրառելու մասով էլ։